Երևանում սահմանվել են էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ, այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Դրանց համաձայն կայանները հնարավոր է տեղադրել համայնքին պատկանող հենասյունների վրա կամ վարձակալել կայանների հարակից հողամասը։ Երևանի քաղաքապետարանը կարևորելով էլեկտրական տրանսպորտի զարգացումը եւ շրջակա միջավայրի պահպանությունը, պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների եւ անհատների հետ։ Լիցքավորման կայաններ տեղադրելու հետաքրքրված կազմակերպությունները կամ անհատները կարող են դիմել transport.yerevan.am էլեկտրոնային փոստին մինչև ապրիլի 15-ը։ Դիմումներն ուսումնասիրելուց հետո նրանց հետ կկազմակերպվեն հանդիպումներ ծրագրի մանրամասները քննարկելու համար։ Պուտինը Թրամփին նվեր է փոխանցել ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այդ մասին հայտնել է Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում, նշելով, որ խոսքը ռուս հայտնի նկարչի նկարած դիմանկարի մասին է։ Ուիթքոֆի մյուս հայտարարությունները Ուկրաինայի ղեկավարությունը համաձայնել է, որ պետք է նախագահական ընտրություններ անցկացվեն։ Սև ծովում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել հաջորդ շաբաթ։ Զելենսկին ընդունել է, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին։ ԱՄՆ-ն Ուկրաինայի հակամարտության կենտրոնական հարց է համարում Ռուսաստանին միացած տարածաշրջանների կարգավիճակը եւ դրան ճանաչումը միջազգային հանրության կողմից։ Վաշինգտոնն այս կետի շուրջ շատ դրական քննարկում է վարում Մոսկվայի հետ։ Սիրիայի նոր իշխանությունները պաշտոնապես խնդրել են Ռուսաստանին արտահանձնել երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին։ Այս մասին Ալ-Արաբիա հեռուստաալիքը հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։ Սիրիայի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարայի խոսքով երկրի իշխանությունները դատելու են Ասադին։ Թրամփը հրանգել է դաշնային գործակալություններին չեղարկել մի շարք քաղաքական գործիչների, այդ թվում նախկին նախագահ Ջո Բայդենի, նախկին փոխնախագահ Քամալա Հարիսի եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինտոնի գաղտնի տեղեկություններին հասանելիությունը։ Որոշել են, որ այլևս չի բխում ազգային շահերից, որպեսզի նշված անձիկ հասանելի լինեն գաղտնի տեղեկատվությանը, ասել է Թրամփը։ Դոնի Ռոստովում անօդաչու թռչող սարքն օդ է բարձրացել բազմաբնակարան բնակելի շենքի վրա։ Ռոստովի մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Սլյուսարը հայտնել է, որ ԱԹՍ-ի հարձակումից հետո պայթուն է տեղի ունեցել քաղաքի Պրոլետարսկի շրջանում բնակելի շենքի 17-րդ հարկում։ Երկու վիրավոր տեղափոխվել են հիվանդանոց, եւս մի քանի բնակիչների տեղում բուժօգնություն է ցուցաբերվել։ Բացի այդ, պայթյունի հետևանքով վնասվածքներ են ստացել շենքի ճակատն ու 6 բնակարան։ Մի քանի հարկերում կոտրվել են ապակիներն ու շրջանկարները։ Տեղի բնակիչների տարհանում չի իրականացվել։ Սլյուսարի խոսքով դրոնների հարձակումը հետ է մղվել նաև Սալցկի, Միլյարովսկի, Չերտկովսկի եւ Շոլոխովսկի շրջաններում։ ԱԹՍ-ի բեկորներին գնելու հետևանքով այնտեղ ոչ ոք չի տուժել։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 22-ի գիշերը հոբ միջոցները Վորոնեժի, Բոլգորոդի, Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի, Բրյանսկի, Կուրսկի, Սամարայի շրջանների, ինչպես նաև Սև եւ Ազովի ծովերի ջրային տարածքների վրա խոցել են 47 անօդաչու թռչող սարք։ Վլադիմիր Պուտինը ողջունի խոսք է հղել մանկական գրքի համառուսաստանյան շաբաթվա բացման հանդիսավոր արարողության մասնակիցներին, կազմակերպիչներին եւ հյուրերին։ Ամբողջական տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում։ Խորապես խորհրդանշական է, որ մեծ հաղթանակի 80-ամյակի եւ հայրենիքի պաշտպանի տարվա ընթացքում մանկական գրքի համառուսաստանյան շաբաթը բացվում է Միությունների տան Սյունազարդ դահլիճում։ Չէ՞ որ այստեղ 1943 թվականին, երբ դեռ թնդում էին հայրենական մեծ պատերազմի մարտերը, տեղի ունեցան լեգենդար գրքի անվան օրերը հայտնի մանկագիրների առաջին լայն հանդիպումը ընթերցանության երիտասարդ սիրահարների հետ, ասված է հաղորդագրության մեջ։ ՔՊԱ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ աչքի է ընկել իր պահվածքով։ Վերջինս լրագրողների հետ ճեպազրույցում թիրախավորել է Tribune.am կայքի լրագրող Ռիփսիմե Ջեբեջյանին, որը դժվար է որակել քաղաքավարության սահմաններում։ Հաջորդ օրը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը անդրադարձավ հանձնաժողովի ՔՊԱ-ական նախագահ Անդրանիկ Քոչարյանի անթույլատրելի պահվածքին լրագրողի նկատմամբ։ Իդեպ սա առաջին դեպքը չէ, երբ Քոչարյանը վիրավորում ու պիտակավորում է խորհրդանում աշխատող լրագրողին։ Ուղղակի շատ կարևոր հարց է պաշտպանության ոլորտի, բայց չեմ կարող չանդրադառնալ։ Երեք մեր հանձնաժողովի նիստից հետո ազգային ժողովի տարածքում այս միջանցքում տեղի ունեցել խայտառակագույն երևույթ։
հերթական անգամ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վիրավորել է լրագրողի, ոչ միայն լրագրողի, վիրավորել է նաև սեռով պայմանավորված։ Սա ուղղակի դառնում է անթույլատրելի, պարոն Պապիկյան, որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ եմ։ Սա դառնում է անթույլատրելի, սա պետք է ունենա իր արձագանքը։ Տիկին Պողոսյան, ցավում եմ, որ երեկվանից քաղաքացիական պայմանագիր խմբակցության կին պատգամավորներից որևէ մեկը չարձագանքեց, թեև շատ հաճախ կանանց մասին թեկուզ փոքրիկ ակնարկը դառնում է բուն հակազդեցության։ Դիմում եմ լրագրողներին։ Բավական է այլևս հանդուրժեք ազգային ժողովում ձեր դեմ ուղղված բոլոր այդ հարձակումները։ Բոյկոտեք Անդրանիկ Քոչարյանին, բոյկոտեք այն բոլոր պատգամավորներին, որոնք ձեզ վիրավորում են։ Բագրատ Սրբազանի ասածը ես կրկնել եմ, չէ, մի րոպե, հիմա ես ես խանգարեցի, ես մեր լրագրողներին ասում եմ, կրկնվել է Բագրատ Սրբազանի ասածը, Սրբազան բառը հիմա ես օգտագործում եմ միտումնավոր։ Ես երեք ասել եմ հոգևորական, բայց հիմա ասում եմ Սրբազան, եթե դուք դեմ եք Սրբազանի ասածին, իսկ դրա մեջ որևէ վիրավորական բան չկա, որևէ ընդամենը ես արձանագրել եմ, որ պետքա խոսքը օգտագործելուց լինի մաքուր։ Եթե դուք դրա մեջ ինչ եք պատկերացնում, դա ձեր խնդիրն է։ Ես պատկերացրել եմ մաքուր խոսքի դրսևորում։ Շնորհակալ եմ, սկսում ենք նիստը։ Սրբազանի եթե կրկնում եք, կրկնեք նաև Դուք Սրբազանին դեմ չեք եղել ասածին, որ Նիկոլը պետք է հեռանա։ Դուք Սրբազանի ասածին չեք դիմադրել, հիմա լրագրողներին այսպես մանիպուլատիվ ինչ որ հայտարարություններ եք անում։ Խոսքը վերաբերվել է խոսքի մաքրությանը։ Պարզ էր դա։ Եթե դուք սխալ բան եք հասկացել, ամեն մարդ մտածում է իր փչացվածության աստիճանով։ Սկսում ենք նիստը, շնորհակալություն։ Պարոն Քոչարյան, ներողություն ասելու փոխարեն հիմա ոչ դուք պարտավոր եք ներողություն խնդրել։ Դուք կնոջը անձնապես կնոջն եք վիրավորել։ Կնոջ մենք նիստ կանենք, բայց դեռ որևէ քայլ անարձանք չպետք է լինի։ Առաջին դեպք չի, երբ որ դուք կնոջ Մի վարքյան, այդ դեպքում դուք ինչ եք պատկերացնում։ Այո, կխոսանք ինչ որ։ Դե ուրեմն եկեք նիստը անենք։ Ես հասկանում եմ ինչին էր ուղղված, բայց դուք սխալ ուղու վրա եք։ Իմ ասածը խոսքի մաքրությանն է վերաբերվել։ Չեք հասկացել, գնացեք նոր գիլ լսեք։ Հարկ է նկատել, որ Քոչարյանի պահվածքը նմանօրինակ առաջին դեպքը չէ։ Նա պարբերաբար է ագրեսիվ դիրքավորվում լրագրողների նկատմամբ։ Փաստերթի փոխանցմամբ նա Փաշինյանի իշխանության միակ ներկայացուցիչը չէ, որ բացահայտ թշնամական ու ագրեսիվ պահվածք կամ վերաբերմունք է դրսևորում լրագրողների նկատմամբ։ Առանց շատ հեռու գնալու կարելի է հիշել թեկուզ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի վերջերս դրսևորած անհարգալից վարքը։ Փաստերթը նաև գրում է, որ լրագրողների իսկ մեծ հաշվով նաև Հարության նկատմամբ անհարգալի ցինիկ ագրեսիվ պահվածքը այդ կուսակցության Փաշինյանի գլխավորած իշխանության դեմքն ու նկարագիրն են դարձել։ Ու պատահական չէ, որ ոչ մի ԿՊԱ-ական անգամ փորձ չարեց դատապարտել պահվածքը։ Էլ չենք խոսում այն մասին, որ իրեն հարգող որևէ կուսակցություն այդ կերպ իրեն դրսևորած կուսակցականին կհորդորել բայր դնել պատգամավորական մանդատը։ Դե առնվազն SMS կուղարկեր կուսակցության ղեկավարը, որ համատեղության կարգով նաև վարչապետ է։ Գրում է Փաստերթը։ Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում Tribune.am կայքի լրագրող Ռիփսի Մեջեբենջյանին ասել է. «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ ձեզ արեց, մաքրեք ձեր շրթունքները»։ Դեպքից հետո իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել, որում նշում է, որ խիստ դատապարտելի է ազգային ժողովում Անդրանիկ Քոչարյանի վիրավորական պահվածքը լրագրողի նկատմամբ։ Նա վիրավորեց Ռիփսի Մեջեբենջյանին ոչ միայն որպես լրագրողի, այլև որպես կնոջ։ Ինչպես եք խոսում լրագրողի հետ, այս հարցին Պաշտոնյան պատասխանեց լրագրողի չէ, Տիկին Ջեբեջյանի։ Եթե լրագրող չէ Ջեբեջյանը, ապա ինչ գործ ունի ԱԺ-ում։ Եթե լրագրող չէ, ինչ իրավունքով եք վիրավորական տոնով խոսում Տիկին Ջեբեջյանի հետ, այն էլ տեսախցիկների առաջ։ Անդրանիկ Քոչարյանը պետք է բացատրություններ տա եւ ներողություն խնդրի լրագրողից նման պահվածքի համար, գրել է Ժաննա Ալեքսանյանը։ Մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը եւս անդրադարձել է թեմային, գրելով, որ խիստ դատապարտում է Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը, բառապաշարը եւ պահվածքը։ Ուղղակի մի բան չեմ հասկանում։ Անդրանիկ Քոչարյանին մոտենալու իմաստը ընդհանրապես որն է։ Ինչ նոր բան պետք է իրենից լսել կամ տեսնել։ Ինքն ամբողջապես ու բարոյապես սպառված կերպար է, գրել է մեդիա փորձագետը։ Լրագրող Հակոբ Կարապետյանն էլ իր Facebook-յան էջում գրել է, որ ոչ մի հույս չունի, որ ԿՊԱ-ական պատգամավորները դատապարտելու են Անդրանիկ Քոչարյանին իր լպիրշ պահվածքը կին լրագրողի հետ շփման ընթացքում։ Չունեն, որովհետև նրանք
ոմանք այդ նույն падգամավորի նույնքան լպիրշ պահվածքին չեն անդրադարձել նախկինում էլ գրել է Կարապետյանը։ Իսկապես չգիտեմ, թե ինչպես կարելի է պատժել սանձարձակ պաշտոնյաներին։ Միակ բանը, որ մտքովս անցնում է նմանների հանդեպ տոտալ բոյկոտն է։ Խնդրում եմ լրագրող ընկերներիս բոյկոտել Քոչարյանին ու նրա նմաններին։ Մի լուսաբանեք նրա ասածները, հարցեր մի տվեք նրան, անտեսեք, արհամարեք, թողեք մնան իրենց քարոզչական պատի թերթերի հույսին։ Միայն այդպես մենք կարող ենք ազդել ամբարտավան պաշտոնյաների վարքի վրա, գրել է լրագրող Հակոբ Կարապետյանը։ Արդյունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, բախումներ ոստիկանության հետ, իրավիճակը Թուրքիայում չի հանդարտվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքովը մարտի 21-ին ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են նախագահական ընտրություններ անցկացնել։ Կարլսոնն ասել է, որ Մոսկվան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն չընտրված է համարում, հետևաբար չի կարող որևէ համաձայնագիր ստորագրել։ Ինչ է կարծում, ընտրություններ կլինի Ուկրաինայում։ Այո, կլինեն, նրանք համաձայնեցին դրան, Ուկրաինայում ընտրություններ կլինեն, պատասխանել է Ուիթքովը։ Ուիթքովը նաև նշել է, որ լիովին վստահ է, որ Ռուսաստանը չի հարձակվի Եվրոպայի վրա։ Դեռ այս տարվա փետրվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Ուկրաինայում եկել է ընտրություններ անցկացնելու ժամանակը։ Նա նաև խոսել է այն մասին, թե ինչպես է Վլադիմիր Զելենսկու վարկանիշն իջել մինչև 4%, եւ Ուկրաինան պետք է ընտրություններ անցկացնի, եթե Կիևը ցանկանում է տեղ ունենալ կարգավորման սեղանի շուրջ։ Ի պատասխան Զելենսկին ասել է, որ Թրամփը ռուսական ապատեղեկատվության զոհ է դարձել։ Դրանից հետո Թրամփը Զելենսկուն բռնապետ է անվանել ընտրություններից հրաժարվելու համար, կրկին մատնանշելով նրա չափազանց ցածր վարկանիշը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մերժել հրադադարի առաջարկն Ուկրաինայում, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանն արդեն ենթարկվել է մեծ պատժամիջոցների։ Նրանք ավելի շատ պատժամիջոցներ են ենթարկվել, քան որևէ մեկ ուրիշը, ասել է Թրամփը։ Նա ավելացրել է, որ 1-2 լավ խոսակցություն է ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ մարտի 18-ին ԱՄՆ նախագահը հեռախոսով բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Պուտինը համաձայնել է Թրամփի 30 օրով էներգետիկ օբյեկտներին փոխադարձ չարվածելու առաջարկին, մինչ այդ մարտի 11-ին Ուկրաինան համաձայնել էր Թրամփի առաջարկին 30 օրով լիակատար հրադադարի մասին։ ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև համագործակցությունը Մարգարե Ալիջան անցակետը ժամանակավոր բացելու հարցում, հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետությանն մարդասիրական օգնություն ցուցաբերել սիրիացի ժողովրդին։ Ահա թե ինչպես է Հարավ Կովկասում համագործակցությունը օգուտ բերում ողջ տարածաշրջանին։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության եվրոպական եւ եվրասիական գործերի բյուրոյի ղեկավար Լյուի Բոնոն։ Ստամբուլում արգելքից հետո Թուրքիայի իշխանություններն այս անգամ արգելել են բողոքի ակցիաներն Անկարայում եւ Իզմիրում։ Ըստ թուրքական լրատվամիջոցների մարտի 21-ից 25 տնկած ժամանակահատվածում այս քաղաքներում ցանկացած հավաք եւ միջոցառում արգելված է։ Ավելի վաղ Ստամբուլում բողոքի ակցիաներն ու հավաքները արգելվել էին մարտի 19-ից 23-ը։ Նշենք, որ Ստամբուլի քաղաքապետարանի նախագահ Էքրեմ İmamoğlu'ի ձերբակալությունից հետո ժողովրդի հանրապետական կուսակցության կոչով Թուրքիայի տարբեր շրջաններում Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում բողոքի ակցիաներ են սկսվել։ Դրանք ուղեկցվել են ոստիկանների հետ բախումներով։ Իշխանությունները հաղորդում են 16 ոստիկանի վիրավորվելու ու բազմաթիվ քաղաքացիների ձերբակալությունների մասին։ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն հանդիպել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկու հետ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասվում է X-ի հրապարակման մեջ։ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը նշել է, որ հանդիպումների ընթացքում հիմնական շեշտը դրվել է տարածաշրջանում խաղաղ գործընթացի եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վրա։ Գրոնոն Լիպավսկու հետ քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկխոսությանը Եվրամիության շարունակական աջակցության կարևորությունը։ Նա նաև նշել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտից հետո անցած շաբաթ արված հայտարարությունների կարևորությունը։ Երեք հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոխելու օրակարգը եղել է դեռ 2020 թվականից, եւ դա ոչ թե Ադրբեջանի պահանջն է, այլ Հայաստանի ներքին օրակարգը։ Բայց այստեղ էլ որոշակի շփոթ կա, որովհետև մեր ներքին քաղաքական օրակարգում 2018-ից 2020 թվականից կա նոր սահմանադրություն ընդունելու մասին։
օրակարգ, խոսույթ, եւ մենք գնալու ենք այդ օրակարգին եւ մենք առաջարկելու ենք մեր ժողովրդին ունենալ նոր սահմանադրություն եւ մենք պլանավորում ենք այդ հարակվեն նոր սահմանադրության ընդունման իրականացնել 2027 թվականին, չնայած էդ էլ պիտի ասեմ, որ կան այդ թվում քաղաքական թիմում ձայներ, կարծիքներ, որ ինչու ենք մենք հետաձգում այդ գործողությունը, գուցե դա պետք է անել 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունների հետ զուգահեռ եւ համատեղ, որը ավելի օրակարգը կդարձնի կոնկրետ քաղաքական, եւ ես ուզում եմ ընդգծել, որ սա բացառապես մեր ներքին օրակարգի հարցն է, չնայած մյուս կողմից պետք է նաեւ խոստովանեմ, որ սա չի կարող չունենալ տարածաշրջանային եւ միջազգային ազդեցություն։ Ոչ վաղ անցյալում սակայն Փաշինյանը խոստովանում էր, որ սահմանադրություն փոխելը պարտադրված է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։ Փաշինյանը այս երկու երկրներին համեմատում էր ճանապարհի եզրերին կանգնած ցլերի հետ, իսկ սահմանադրությունն ու անկախության հռչակագիրը կարմիր զգեստների։ Եվ մենք պիտի A կետից գնանք B կետը։ Իրար հետ գիտենք, թե ուր ենք ուզում գնալ։ Մենք այդ ճանապարհով քայլում ենք եւ տեսնում ենք, որ ճանապարհի երկու եզրերին ցուլեր են կանգնած։ Եվ նայում ենք իրար, տեսնում ենք, որ մենք կարմիր զգեստներով ենք։ Երկուսս էլ, ընդ որում ոտից գլուխ։ Կարմիր զգեստներով ենք եւ մենք պետք է որոշում կայացնենք։ Ընդ որում այդ կարմիր զգեստը ինձ համար գործել է իմ սիրելի տատիկը, որը չկա, Աստված հոգին լուսավորի, եւ այդ շորը ինչ որ առումով ինձ համար ամբողջ կյանքում ինձ ուղեկցել է, թալիսմանի նշանակություն ունի ինձ համար։ Ձեզ էլ ձեր հարազատներից որևէ մեկ։ Եվ այդ ճամփորդության մեջ այդ զգեստը ձեզ ջերմացնում է։ Իսկ մենք պետք է քայլենք այդ ճանապարհով։ Մենք ստեղա որ հասկանում եք բարդ ճանապարհ է։ Ճանապարհ ենք, գիտեք, հեշտ ճանապարհ։ Չէ, արդեն կարմիր ենք հակած, սուլերն էլ դիմաց է կանգնած։ Սուլերն երկայնքով շարված են։ Մենք այստեղա որ մենք պիտի իրար հետ քննարկենք եւ որոշում կայացնենք։ Մենք կարող ենք երկու որոշումների երկու բան ունենալ, երկու բանաձև ունենալ։ Ես կարող եմ ասել, գիտես, այս ինձ համար այնքան թանկ է, ես այս շորով պետքա գնամ։ Եվ իմիջայլոց ասեմ ձեզ, ես էլ, դուք էլ, մենք էլ, բոլորս էլ, էդ ենք ասել եւ էդ ենք ասում։ Հասկանում եք, էդ ենք ասել եւ էդ ենք ասում։ Ես ինքս ընդդիմադիր եղած ժամանակ, վարչապետ եղած ժամանակ, ես ինքս էդ եմ ասել։ Եվ մենք պետքա այդ ճանապարհն անցնենք։ Եվ այս քննարկումն է որոշելու, մենք այդ ճանապարհը կանցնենք, թե չենք անցնի։ Որտեվ եթե այդ կարմիր շորը մենք փոխենք, հրաժարվենք, դնենք արխիվի մեջ, ոչ թե արխիվի փաթեթավորենք, որպես մասունք, որպես շատ հարազատ եւ սրբազան մի բան, բայց այլևս իրեն շրջանառությունից, կիրառությունից հանենք, իրեն ընկալենք որպես մեր պատմության, մեր անցյալի մի մաս։ Եվ զգեստավորվենք այն միջավայրին համապատասխան, որում մենք պատրաստվում ենք գործել։ Ես ձեզ մի բան ասեմ, այս կարմիր զգեստով տարբերակում ես 100%-ով կարող եմ երաշխավորել, որ մենք չենք անցնի այդ ճանապարհը։ Զգեստափոխվելու տարբերակով ես չեմ կարող 100%-ով երաշխավորել։ Բայց շանս կա, որ կարող ենք։ Չեմ կարող երաշխավորել, որ մենք կանցնենք այդ ճանապարհը։ Արդյունքում պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է փոխել սահմանադրությունն ու վերացնել անկախության հռչակագրին հղումը Ադրբեջանի պահանջով։ Նմանատիպ պահանջ, սակայն Հայաստանը Ադրբեջանին չի ներկայացնում, չնայած որ Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնություններ։
Ժողովուրդ օրաթերթը գրում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը մարտի 16-ին նախորդ կիրակի օրվանից սկսած կրակոցների մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը հերքել է 13 անգամ։ Թեև հայկական կողմն ասում է, որ կրակոցներ չկան, ադրբեջանական մամուլը պայթեցնում է փոխադարձ կրակոցների մասին տեղեկություններով։ Երեկ առավոտյան հայկական կողմում լսված ադրբեջանական կրակոցների մասին հայտնել է Ապրելու երկիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։ Ամբողջ գիշեր ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակներ է արձակել Սոտքի հատվածում։ Ֆուտբոլից հետո խորը քնած ՊՆ նախարարը եւ խաղաղության համաձայնագրին փաթաթված Նիկոլ Փաշինյանը բան չունեն ասելու, հարցեր է հնչեցրել Առաքելյանը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում լեզվական մանևրով հասկացրել է, որ կրակոցները գետնի վրա չեն եղել։ Տեղեկացնենք, որ օրերս Ադրբեջանում նշվում է Նովրուզին նախորդող վերջին երեքշաբթի օրը։ Ադրբեջանում այն նշվում է հատուկ հանդիսավարությամբ։ Հենց այս տոնի առթիվ է, որ ադրբեջանական կողմն ակտիվացել է եւ օդ է կրակել։ Ի դեպ, այս ավանդույթով միշտ են կրակոցներ հնչել։ ՊՆ-ն այդ կրակոցները արձանագրել է եւ հերքումները բառախաղի միջոցով է արել։ Նկատենք, որ հերքումներին զուգահեռ թիրախավորվել է Մեսրոպ Առաքելյանը։ Վերջինս հրապարակեց մի տեսանյութ, որտեղ կինը Սոտքից պատմում է տեսածն ու լսածը։ Այդտեղ եղել են կրակոցներ երեկոյան եւ առավոտյան։ Այսպիսով փաստացի կրակոցներ են եղել։ Իսկ երեք հանրայինի եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ էսկալացիայի մասին լուրերի նպատակը դրանով բուն լուրը քողարկելն է։ Իսկ բուն լուրը հետեւյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Փաստն այն է, որ ՊՆ-ի ռեկորդային հերքումները փորձում են հասարակության աչքերում մեղմացնել խաղաղության պայմանագրի գաղափարը եւ համոզել, որ խաղաղություն կա, սակայն փաստերն ու սահմանամերձ բնակավայրի բնակիչները այլ բան են ասում։ Թրամփի վարչակազմը չեղյալ կհայտարարի 100 հազարավոր լատինաամերիկացի եւ հայցի միգրանտների իրավական կարգավիճակը, որոնք ԱՄՆ են ժամանել նրա նախորդ Ջո Բայդենի օրոք հովանավորչական գործընթացի շրջանակում, հայտնել է CBS News-ը։ Վաշինգտոնը կոչ է արել այս միգրանտներին ինքնաարտաքսվել։ Հակառակ դեպքում նրանք կարող են կալանավորվել եւ արտաքսվել վտարման գործակալները։ Ծանուցման համաձայն, որը հրապարակվել է դաշնային կառավարության կողմից, աշխատանքի թույլտվությունը եւ արտաքսումից պաշտպանությունը ներգաղթի ծրագրի շրջանակում, որը հայտնի է որպես պայմանական վաղաժամկետ ազատում ուժի մեջ կմտնի ապրիլի վերջին մարտի 25-ից 30 օր հետո։ Դա կառնչվի Կուբայից, Հայիթից, Նիկարագուայից եւ Վենեսուելայից ներգաղթյալների վրա, որոնք ԱՄՆ են ժամանել Բայդենի վարչակազմի ծրագրով, որը նպատակ ուներ նվազեցնել անօրինական ներգաղթը ԱՄՆ-Մեքսիկա սահմանին, ապագա միգրանտներին տրամադրելով գաղթի օրինական ուղիներ։ Ընդհանուր առմամբ 532,000 միգրանտ մուտք է գործել ԱՄՆ համաձայն այն քաղաքականության, որը կասեցվել է Թրամփի կողմից պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, սակայն հայտնի չէ, թե նրանցից քանիսն են կարողացել այլ կարգավիճակ ստանալ, որը թույլ կտար նրանց օրինական կերպով մնալ երկրում։ Փետրվարի սկզբին CBS News հեռուստաալիքը առաջին անգամ հայտնել էր, որ Թրամփի վարչակազմը նախատեսում է չեղյալ համարել այն անձանց իրավական կարգավիճակը, որոնք մուտք են գործել ԱՄՆ այս ընթացակարգով։ Եթե Ադրբեջանը համաձայնում է ստորագրել, մեզ երաշխավոր պետք է գործընթացի համար։ Այն ինչ որ տեղի ունեցավ 2022 թվականին Հայաստանում սեպտեմբերին, մենք դեռ երաշխավոր անվանվող ինստիտուտին լուրջ ենք վերաբերում, բայց մենք ունեցել ենք ժողովուրդ ջան երաշխավոր։ Հետո ի՞նչ է տեղի ունեցել։ Ես էլի եմ ասում, տեսեք, որ մենք ասում ենք, մենք մեր պատմությունից դասեր քաղել այդ նախադասությունը, հենց ասում ենք մեր պատմությունից պետքա դասեր քաղել, միանգամից գնում ենք 4-րդ դար, 3-րդ դար, չգիտեմ, պետք չի գնալ 4-րդ դար, 3-րդ դար։ Պետքա գնալ 2022 թվական, պետքա գնալ 2021 թվական, պետքա գնալ 2020 թվական։ Այսինքն ես ասում եմ, որ Հայաստանի անվտանգության մի երաշխավոր կա։ Դա ինքը Հայաստանի Հանրապետությունն է, որը ի վիճակի է իր հարևանների միջավայրում ապրել առանց արտաքին օգնության, առանց արտաքին միջամտության։ Խաղաղությունն է երաշխավորը, հասկանում եք։ Չկա խաղաղությունից ավելի գործիկ երաշխավորելու անվտանգությունը, չկա պարզապես նման գործիկ։ Եվ հետևաբար այդ բաները, այդ
հասկացությունները հասկանում եք, իրանք փոխվում են, ժամանակը փոխում է։ Մենք էլ ենք խաղաղության պայմանագրի համաձայնագրի իմիջիայլոց հիշենք, որ անունը արդեն արդեն համաձայնեցված տեքստ ունենք, որովհետև այն ժամանակ եղել է տարբեր նույնիսկ վերնագրի հետ կապված տարբեր տարբերակներ են։ Հիշենք փաստաթուղթը, որը արդեն համաձայնեցված է, դրված է սեղանին եւ սպասում է ստորագրության, կոչվում է խաղաղության համաձայնագիր, խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիր։ Մենք էլ ենք այն ժամանակ տենց հոդվածներ ունեինք, մենք քննարկում ենք, այնտեղ աշխարհում ինչ որ բաներ են տեղի ունենում։ Քննարկում ենք, նույն համոզված մեկ էլ մի բան ասացինք, հələ մի րոպե եկեք նայենք։ Արդյոք մեր աչքի առաջ փոփոխվող աշխարհի հետ մեր պատկերացումները նույնպես պետքա չփոխվեն։ Հետո տեղի ունեցավ 2022 թվականը։ Հետո տեղի ունեցավ այն, որ մենք փուլ սառեցրինք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ-ը Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է։ Եղել դե յուրե։ Ինչ մենք ուզում ենք, մենք ուզում ենք նորից նույն պատմության մեջ մտնենք, ոչ, ես համաձայն չեմ դրա հետ։ Խաղաղություն, ինստիտուցիոնալ երկարաժամկետ խաղաղություն, հարևանների միջավայրում ապրելու հմտություն եւ կարողություն, ահա, եւ իհարկե նաեւ պաշտպանունակ բանակ, որի բարեփոխումները մեծ թափով տեղի են ունենում, որը իմիջիայլոց շատ հետաքրքիր է, այսեն դեպքերից է, որ Հայաստանում ոչ մեկ դա չի նկատում, ոչ մեկ։ Այն բանաձևերը, որ ես ասում եմ, դրսից ներմուծվող բանաձևերով ենք մենք մտածում, բայց այս դեպքում դրսից եկած ինֆորմացիա մենք չենք նկատում։ Հայաստանի կառավարությունը լուռ է ընդհանրապես բանակի բարեփոխումների ոլորտում ինչա տեղի ունենում, լուռ բացարձակ։ Մենք էլ են առաջվա բանի նման չենք, որ մի բան անում ենք, մենք դասեր ենք քաղել մեր սխալներից, ասում ենք, այ տեսեք, էս ենք արել, ոչ մի բան, բայց ստեղ արդեն այն երրորդ երկրներից եկած տեղեկատվությունը Հայաստանում ոչ մեկ չի նկատում, ոչ մեկ ոչ տեսնում է, ոչ լսում է, չկա այդպիսի բան։ Տեղեկատվությունը մենակ նրա մասին է, որ Հայաստանը զիջեց, Հայաստանի կառավարությունը տվեց եւ այլն, բայց ես էլի ասում եմ, օգտվելով առիթից, այս խոսակցությունը պետք է տեղի ունենա եւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը նաեւ դրա մասին է։ Եկեք Ժորժ ջան, նստենք կանգնած խոսենք, հասկանանք, այս ինչի մասին է խոսույթը, ինչն ենք մենք զիջել։ Եվ սա շատ կարևոր խոսակցություն է եւ ես ուղիղ ասում եմ ձեզ երաշխավորի հետ կապված իմ վերաբերմունքը։ Խաղաղությունն է երաշխավորը, բայց նաև էլի ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի բանակի կերպափոխման գործընթացը որևէ կերպ չի կարող վտանգել խաղաղությունը, որովհետև ես հստակ ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու, ներառյալ չունի խնդիր լուծելու կապված Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների վերաբերյալ, որովհետև ինչպես արդեն ասացի, սահմանազատման դե յուրե գործընթացը ստեղծել է բոլոր հնարավորությունները, որ այդ խնդիրը լուծվի սահմանազատման գործընթացում, եւ սա այն վերջին գործոնն է եւ հանգամանքը, որը ինձ հիմք է տալիս ասելու, որ տարածաշրջանում էսկալացիայի հնարավորության մասին բոլոր խոսակցությունները, գնահատականները, պնդումները արհեստական են եւ մտածած են։ Թուրքիայի Անտալիայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի 3-րդ փուլի մրցաշարում Արտուր Դավթյանը հենացածքում դուրս է եկել եզրափակիչ։ Իսկ այժմ եղանակի մասին Երևանում մարտի 22-ից 3-ը 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, մարտի 23-ից 3-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ։
Մարզերում մարտի 22-ից 3-ը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով։ Մարտի 22-ից 3-ն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Օդի ջերմաստիճանը մարտի 24-27-ին ցերեկային ժամերին կբարձրանա 8-ից 10 աստիճանով։